Առաջին անգամ իմ ալիքում ցանկանում եմ վերլուծել բիտկոյնի գրաֆիկը, ինչպես նաև բացել գործակներ բիտկոյնի գրաֆիկի վրա եւ վերջում եթե հասցնենք կբացենք մի քանի գործակ արհեստական բանականության միջոցով, տեսնենք ինչպես է վերլուծում արհեստական բանականությունը բիտկոյնի գրաֆիկը։ Ընկերներ ջան, բազմաթիվ մարդկանց խնդրանքով եմ սա իրականացնում, նրա շարքերում հիմնականում իմ թիմի մասնակիցներն են, ցանկանում եմ տալ ընդհանուր այս գրաֆիկի բացատրությունը, հորիզոնական ուռովերներ, թրենդային թեքեր, ինչպես նաև 50-ական զրոյական ուռովերներ, այստեղ շատ լավ աշխատում են։ Այդ իսկ պատճառով բրոկերը այստեղ դրել է բավականին ցածր անցողականություն, ընդամենը 21%, ինչը արդեն բարդացնում է մեր գործը, քանի որ դագոններ բացելու հնարավորություն գրեթե չունենք։ Պատրաստում եմ $500 դեպքում պրոֆիտը ճիշտ է շատ արդեն նորմալ պրոֆիտ կունենանք, $100 պրոֆիտ կունենամ, բացել եմ առաջին գործարքը թրենդային թեք, հորիզոնական ուռով են, գործարքի բացվելու պրինցիպը դա է հանկերներ ջան, կար ժամանակ մոտ 3 տարի առաջ իմ ամենանախընտրելի արժութային զույգներ սա, այս գրաֆիկի հետ աշխատելը, բացի այն, որ այստեղ, չգիտեմ, կա ինչ-որ չափով հեշտ կանխատեսելու վարկածներ, նաև շաբաթ եւ կիրակի օրերին այս շուկան հասանելի է։ Ֆորեքս շուկան հանգստյան օրերին առհասարակ փակ է, իսկ կրիպտո շուկան բիտկոյնի գրաֆիկը միշտ շարժվում է, դրա համար շաբաթ եւ կիրակի օրերին շատ էի սիրում աշխատել բիտկոյնի գրաֆիկի հետ, սակայն այստեղ ամենաբարձր տոկոսայնությունը, որը տեսել եմ բրոկերի կողմից, եղել է 70%-ը։ Գործարքը բացել եմ, եկեք հիմա անցնեմ ընկերներ ջան, 1 օր time frame-ի, ինչը բավականին պրակտիկ time frame-ը բիտկոյնի գնի համար ու արդեն տամ վերլուծությունը ընկերներ ջան։ Տեսեք, բոլորս էլ գիտենք առհասարակ բիտկոյնի դեպի վեր գլոբալ շարժի մասին, նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ հետաքրքրված չեն թրեյդինգով, ովքեր որ հետաքրքրված չեն կրիպտոյով, գոնե մեկ անգամ լսել են առհասարակ ինչ է բիտկոյնը, քանի որ սա իր ամենապիկում գրանցել է $126,000 արժողականությունը, ինչը բավականաչափ զգալի գումար է մարդկանց ուշադրությունը դեպի իր սևեռելու համար։ Կարճ մեկ խոսքով բիտկոյնը գլոբալ շարժվում է դեպի վերև ընկերներ ջան, ու արդեն վերջին 3 ամիսների ընթացքում սկսվել է դեպի ներքև շարժ, գնի անկում, մարդիկ մտածում են այնպես, սակայն ընկերներ ջան, իմ կողմից ես կարող եմ ասել, որ գլոբալ դեպի վերև շարժի ժամանակ սկսվել է անգամենը խորը թեզ դեպի գլոբալ թրենդային թեք ուռով են։ Ուրեմն այստեղ եկեք բացեմ դագոն, բացել եմ ես վախենալու դագոնը, $2,500 դագոնը, եկեք բացեմ այստեղից բավականին լավ կետ է այստեղից գործակ բացելու համար եւ անցնեմ 1 օր time frame-ի շարունակեմ իմ անալիզը։ Ուրեմն գլոբալ դեպի վերև թրենդում սկսվել է խորը թեզ դեպի գլոբալ թրենդային թեք ուռով են, ինչը նորմալ պրակտիկա, նորմալ օրինակներ ասել, բոլոր գրաֆիկների նման է շարժվում, տրամաբանությունը ընդհանուր նույնն է։ Միակ մտավախությունը, որը այստեղ ունեց, սա այս երկու թրենդային թեքերն են, որոնք գծել եմ առաջինը սա եւ սրանց ներքև արդեն սա։ Սա ընկերներ ջան, տեսեք, կանգնացել է գրաֆիկը ու արդեն սրանից բացվել են մոմեր դեպի վերել, թարմացվել են լոկալ մաքսիմումները այստեղ։ Սակայն միակ մտավախությունս այստեղ այն է, որ սա միջանկյալ գլոբալ թրենդային թեք է, եղել է դիմադրություն, որից հետո վերածվել է աջակցության, ու շատ հնարավոր է, որ այստեղից գինը չշարժի մաքսիմումի թարմացման, այլ կիջնի մինչև արդեն իսկական գլոբալ թրենդային թեքի մոտ, որը գծել եմ փոքրինչ ներքև, կիջնի այստեղ, սա արդեն սրան համապատասխանում են 55-56 հազար կացիրովկաները, որից հետո արդեն կշարժվի վերև դեպի իր մաքսիմումի թարմացման ընկերներ ջան։ Բայց մեկը բան եմ ցանկանում նշել, տեղեկացնել ձեզ ընկերներ ջան, սա որպես թրեյդեր բիտկոյնի ին վերլուծությունն է, այսինքն ես երբեք ոչ ոքի կոչ չեմ անում գնել կամ եթե արդեն գնել են բիտկոյն վաճառել։ Ոչ ընկերներ ջան, դա կոպիտ ասած ձեր որոշելունն է, ես որպես թրեյդեր վերլուծում եմ այս գրաֆիկը, որպես թրեյդեր ինձ շատ հետաքրքիր է առհասարակ ինչ է տեղի ունենում թրեյդինգում։ Ես ինքս կարող եմ կիսվել իմ փորձով, կրիպտո շուկայում ունեմ բավականին դառը փորձ, վերջին փորձից եկել է մոտ 3-4 ամիս առաջ, որի ժամանակ ես կորցրել եմ բավականաչափ գումար, դրանից հետո կարող եմ ասել, մինչև այդ էլ կարծիքս այդքան էլ դրական չէ, սակայն տվյալ այն էլ կարծիք
կարիքս կրիպտոշուկայի հանդեպ, ոչ դրական է, ոչ էլ բացասական է, ընկերներ ջան։ Այստեղ $2500 վախենալու տագոնը պլյուս եղավ, ընկերներ ջան, պատրաստում եմ այստեղից $500, գինը սկսել է շարժվել դեպի ներքև, շարժվելու է դեպի ներքև, սա այս գրաֆիկի պրինցիպն է։ Երբ ես խոսում եմ այս գրաֆիկի հեշտ վերլուծվող լինելու մասին, ընկերներ ջան, ամեն դեպքում դա չի նշանակում, որ այսպես մինուսներ չէ լինում, կամ կարող եք մտնել, բացել այս շուկան ու սկսել աշխատել այստեղ, ոչ, ուղղակի վիդեոյում ցանկացա տալ իմ ընդհանուր բացատրությունը բիտկոյնի հետ կապված, երբ մի քանի գործակներ բացել, զուտ նրա պատճառով, որ սա ունի ֆունդամենտալ հիմունքներ, այսինքն գնել են, պետք է վաճառեն, որ աշխատեն, դա բոլոր արժութային զույգերը ունեն, ուղղակի այստեղ դա 2-3 անգամ ավելի արտահայտված է, ընկերներ ջան, դրա համար այստեղ աշխատելը ավելի փոքրինչ հեշտ է ստացվում, ուղղակի դա նաև հասկանում է բրոկերը ու այստեղ դնում է ցածր տոկոս եւ ցավոք սրտի այստեղ հիմնական աշխատել չեն կարող, ընկերներ ջան, ես այսպես եւս հիմնական չեմ աշխատում։ Այստեղ ուրեմն մեկ գործարք վերցրել եմ դագոնով, սա երկրորդ գործարքն է, որը որ բացել եկեք սպասենք այս գործարքի ավարտին, կբացեմ եւս մեկը, որից հետո կանցնենք արդեն արհեստական բանականությանը։ Ակնհայտ ցույց է տալիս իր դեպի ներքև պոտենցիալը գրաֆիկը գինը, դրա համար որոշեցի հաջորդ երկու գործակներն էլ միանգամից այս կետից բացել, այս 3 գործակների պլյուսի դեպքում աշխատում ենք ընդհանրապես $300 տվյալ սեանսում, եկեք որպեսզի շատ չի երկարացնեմ վիդեոն, այս գործարքները պլյուս փակենք, որից հետո արդեն կանցնենք արհեստական բանականությանը, ինչպես նաև ցանկանում եմ նշել, որ Pocket Auction-ու Bitcoin-ի գրաֆիկի վրա աշխատելիս մենք ոչինչ չենք գնում եւ չենք վաճառում, ուղղակի որոշակի ժամանակահատվածում որոշում ենք ուղղությունը։ Այստեղ այս երկու գործարքները արդեն վստահ շարժվում են դեպի պլյուս, Bitcoin-ում ընկերներ ջան, այս Bitcoin-ում ընկերներ ջան, այս պունկտերը, չգիտեմ, շատ մեծ են, այստեղ 17000 պունկտ տարբերությամբ այս գործակները պլյուս են փակվում, ինչով եկեք սպասենք վերջին 25 վայրկյաններն են գործարքի, եկեք սպասենք եւ անցնենք առաջ։ Այս երկու գործակներն իդեալական պլյուս փակվեցին, սակայն ընկերներ ջան, այստեղից չեմ կարող չբացել, ինչու, քանի որ նախ եւ առաջ կա այստեղ հորիզոնական իդեալական երևացող ուռով են գումարած դրան այստեղ մոմերի մեջ կա գեփ, ինչը տվյալ դեպքում կրկին ընկերներ ջան, ազդանշան է դեպի վերև շարժին, եթե սովորական, չգիտեմ, forex շուկայում այս գեփերը ավելի հաճախակի են լինում ու այս գեփերից հետո միշտ չէ որ որոշված գինը շարժվելու է դեպի վերև կամ դեպի ներքև, այս Bitcoin-ի գրաֆիկում միշտ այս գեփերը մեծ նշանակություն են ունենում, այդ իսկ պատճառով ես տելիս չկարեցա չբացել այս գործարքը, բացել եմ հերթական գործարքը, եկեք այս գործարքի ավարտին էլ արդեն սպասենք, տեսնենք ինչ արդյունք է այստեղ լինելու ու դրա արդեն շարժվենք առաջ։ Այստեղ եւս ընկերներ ջան, բավական իմ հիանալի պլյուս էր, այսպես էլ 8000 պունկտ 10000 պունկտ տարբերությամբ պլյուս ենք փակում, այս պունկտերը ես ճիշտ եմ նշում եմ, բայց սրանց այդպիսի ուշադրություն դարձնել բելք չի, սա հատկանշական է Bitcoin-ի կազիրովկաներին հիմնականում, այս գործարքը եւս պլյուս վերցրեցինք, ընկերներ ջան, հիմա եկեք արդեն անցնենք արհեստական բանականությանը, սակայն շատ ռիսկի չեմ կարող գնալ արհեստական բանականությամբ, քանի որ տեսնում եք դագոնները բացվում են 5 անգամ ավելի մեծ չափով գոնե 0 փակվելու համար, այդ իսկ պատճառով որպեսզի ես սեանսից հետո շատ ժամանակ չտրամադրեմ այդ մինուսը վերադարձնելու, եթե օրինակ ինչ-որ մի բան այնպես չգնա ու մինուս լինեմ, դրա համար եկեք փոքր ռիսկերով աշխատենք, արհեստական բանականությունը բացել է 2 րոպե, 3 րոպե գործարք դեպի ներքև, անկեղծ ասած ես այստեղ գործարք չի բացի կամ եթե բացեի կբացեի դեպի վերև միանշանակ, սակայն եկեք տեսնենք գործարքը շարժվում է դեպի պլյուս, եկեք սպասենք տեսնենք ինչպես է ընթանում այս արհեստական բանականության կողմից բացված գործարքը, արդյոք ճիշտ է վերլուծել Bitcoin-ի գրաֆիկը ու արդեն ըստ դրա կորոշենք բացել դագոն թե ոչ։
Մինչ ես այստական բանականությամբ գործարքը ընթացքի մեջ է, ընկերներ ջան, ցանկանում եմ ձեզ ցույց տալ իմ տելեգրամյան ալիքը, որտեղ որ կիսում եմ բոլոր իմ բացված գործարքներով եւ բացում եք նաեւ դուք օրական 2 սեանս եմ անցկացնում, շուտով նաեւ լինելու է 3-րդ դուք միանում եք թիմի եւ բացում եք ինձ հետ միասին։ Հիմա եկեք այստեղ տանք արհեստական բանականությունը դագոնի հնարավորություն եկեք այստեղից բացենք գործարք, կրտին բացես դեպի ներքև այս անգամ 2 րոպե, ինչի հետ ես արդեն համաձայն եմ, հուսով եմ այս դագոնը արդեն պլյուս կլինի ու ես այս սեանսը ընկերներ ջան պլյուսով կփակե։ Ամենայն հավանականությամբ այստեղ արհեստական բանականությունը եւս չվերիպեց, ընկերներ ջան, իր բացված գործարքը, որը 0-ական ուրովենից, ինչպես նաեւ հորիզոնական հայելային շատ լավ ուրովենից, ճիշտ էքսպերացիայով դեպի ներքև ուղված գործարք էր, ամենայն հավանականությամբ այո, այս գործարքը եւս պլյուս է, ընկերներ ջան, այս սեանսը, որը որ իրականացրեցի բիտկոյնի գրաֆիկի վրա, միանշանակ ես փակեցի պլյուսով, աշխատեցի մոտ 310 կամ $320, հուսով եմ, որքան ինձ էր հետաքրքիր այս վիդեոն, այնքան էլ այն հետաքրքրեց ձեզ եւ վիդեոն եւ թեման, բաժանորդագրվեք ալիքին, ովքեր ցանկանում են միանալ թիմի եւ կրկնել իմ գործարքները, նկարագրության բաժնում կգտնեք մեր ալիքի հղումը, ինչպես նաեւ ցանկացած հարցով կապված թրեյդինգի հետ կարող եք դիմել, եւս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորից, հաջողություն։